2-3 ընկերություն կար այն ադենը, հիմա 10,000 ընկերություն կա։ Թիվերը իրենք։ Մի քանի հոգի աշխատող էին, այսօր մոտ 50,000 աշխատող ունենք տեխնոլոգիայի բնակավարի մեջ։ Հրաշալի։ Եվ ես կասեմ, որ Սփյուռք հայրենիքի կոզակցության իմաստով բավական մեծ բան կա այսօր մեջ, իրական արդյունք կա։ Ինձ համար ոչ հավային գողգասով մտածել է, ոչ միջնավերքով մտածել է, ոչ ուրիշ ձևով, այլ կգազեմ, որ պետք է մենք մտածենք միշտ գլոբալ ձևով։ Այսինքն, եթե հաջողությունը պիտի ունենանք, դիական հաջողություն չի, համաշխարհային մագարտակի հաջողություն պիտի ունենանք։ Հայաստանը ապահով բահելու համար միայն զենքով չի գազեմ հասցը։ Միայն զենքով չէ հայոց բրգություն, այսինքն։ Եվ զենքով ալ պետք ունիս, եւ ոչ զենքով պետք ունիս։ Այսօր եթե նայես ան երկրներ, որ իրենց լավ պաշտպանած են, ուրիշ ձևերով պաշտպան։ Թայվանը, ինչու՞ Չինաստանը այսօր Թայվանը չի գրաված։ Այ դասատներում մանուկներում 96% դպրոց չունի։ Եթե նայես մեր Նյու Զիլանդիայի հայը, եթե նայես մեր Վանկուվերի հայը, Ջոհանսբուրգի հայը չունի։ Օրգանի, այսինքն ֆիզիկական դպրոց գոյություն չունի։ Չի կա։ Նույնիսկ անկախները, որ շատ դպրոց ունենք Լիբանանի վեստիամը, որքան համեմատությունը մեր դասատներուն հայկական դպրոց կերտան։ Եվ շատերը օդար դպրոց։ Ճիշտանով համար։ Ամենքս պետք է մտահոգ լինենք։ Այո, ես ալ մտահոգ եմ, ամենքս մտահոգ եմ, բայց 2020-ին վերջ չէ։ Միշտ Հայաստանով պետք է մտահոգ լինենք, միշտ մեր ազգով մտահոգ պետք է լինենք։ Մեր ազգը փոքր ազգ է, ասենք, պատմության ընթացքին միշտ։ Ունեցած ենք անկախություն որոշ շրջաններու եւ գործընթացած ենք մեր անկախությունը շատ երկար շրջաններ։ Եթե նայենք մեր 3000 դավաբանության մեջ որքան մենք անկախ եղած ենք, քանի տարի եւ քանի տարի ոչ, ուրիշներ իշխանության տակ եղած ենք։ Այսօր մենք բախտավոր ենք անկախ Հայաստան ունենալով։ Եկեք անգերց խոսենք։ Բարև ձեզ հարգելի ագընտիրներ, եկեք անգերց խոսենք Երվանդ Զորյանին հետ էր զրույցս այսօր խոսեցանք արհեստագիտության մասին, Հայաստանի եւ արհեստագիտության աբակային այսօրվա սպասելիքներուն, նաեւ մեր ժողովրդի ունեցած ներուժի մասին, երդասարտության մասին։ Խոսեցանք նաեւ հայկական բարեգործական ընդհանուր միության ու անոր դեսլականներու մասին։ Այս բոլորը Երվանդ Զորյանին հետ կացիկ։ Եկեք անգերց խոսենք։ Հաշվողական տեխնիկայի եւ միկրոէլեկտրաէներգիայի մասնակետ գիտությունների դոկտոր պրոֆեսոր հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Սինոպսիս Հայաստանի ընկերության նախագահ Ասկանը Շիրագե ՀԲՏՄ Silicon Valley մասնաճյուղի նախագահ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Այս բոլորեն դուրս ով է Երվանդ Զորյանը անգերց Եկեք անգերց խոսենք։ Մենք այդպես կգոչվի մեր հաղորդումը, բարի եկած։ Okay, հայցանք։ Ով եք դուք մեր ագընտիրներուն համար այս բոլոր պաշտոնական կարևոր ֆեյզերեն անտին։ Այսօք պաշտոններ են, տիտրեր են, բայց ես հայմն եմ ի վերջո եւ տեխնոլոգիստ եմ։ Իջաշի կոսմիկ հայն եք դուք ինձ համար։ Այդպես է, որ ամեն տեղ եք եւ ուր որ աշխատանք կա դանելու մեր ժողովրդի համար։ Այդպես է։ Աշխատանք տանելու իմաստով է։ Ես երկուպանի մեջ եղած եմ միշտ, մեմը իմ տեխնիկ հետաքրքրություններս են, էլեկտրոնիկսն է, որ զարգացած եմ չիպերու ինդուստրիի մեջ երկարատեն է, մանկությունն է, իմ հետաքրքրությունս եղած է տեխնոլոգիան, մյուսնալ հայությունն է։ Հայության ծառայելնալ գրգինոն ընտանիք ես եկած է, հայրս, մեծ հայրերս եւ այլն միշտ ադի ունեցած են։ Ես այմ գարկիս հայության ծառայելը ամենուսպատականությունը գազին որ է, ես այմ գարկիս պետք է ածգրեմ։ Բազորյան, դուք ծնած եք քաղաքը, որ այսօր վիրավոր է բավական Հալեբը։ Ինչ մնաց այդ Հալեբեն ծեր մեջ։ Դեղմը գսկակ այդ Հալեբի ներքո։ Շատ բան, այո։ Հոնձնած մեծած եմ, իմ անգությունս հոնանցած եմ, իմ վրաս բավական մեծ ծոշ սկած է Հալեբը։ Հալեբը գրգին դակուկ դեղմն է եւ ես կազեմ որ լավ հայք բադաստ է։ Առանց պարտույտներու նվիրված հայեր բադաստած է շատ մեծ տիվով եւ իմ վրաս մեծ ասեշուն նեսած է։ Այսօրվա թրությամբ կհետևի կան դեղի զարգացում։ Կհետևիմ, թեև ընտանիք ես անդամներ չունիմ այլևս հոն ընկերներ, 10 ընկերներ դագավին ունիմ որոշ քանակով, բայց մեզ համար կարևոր է, քանի որ նախ պատմական իմաստով, հալեբը ոչ թե
ցեղասպանություն են վերջ։ Շատ առաջ իր թեր ունեցած է թե հյուսիս հարավ թե Երուսաղեմի ջամփուն վրա գայավոր գեցոնելալուն, թե east west արևելք արևմուտքի կիզին վրա մեդաքսի ճանապարհին վրա իր գայավոր թեր ունեցած է։ Աս եկին պատճառով հայությունը հինեն հոնեղած է։ Այսինքն այն չէ որ ցեղասպանության են յետք է որ մենք հաջողակ եւ այն անալեղած է, բայց անգե առաջ թե վաճառական գեցոնելալուն ատկիցին վրա եւ թե հյուսիս հարավը որ ամեն թակավորները ամեն հայություն որ Երուսաղեմ գեստա հալեբի մեջ կա որ գետմոներ ու գնալ ուրեմն հայական գեցոն եղած է ուղագի հալեբը իմ մորս կողմը ընտանիքիս հին հայերեն որ 400 արմենադին գսենք արաբերենով այո 400 դարարած չոնեղած են եւ վաճառականությամբ կսպավեին Բասկաստանեն Ակիայի կիզին վրա կորկի վաճառականություն գնային Գերբասի վաճառականություն գնային եւ երբ որ ցեղասպանություն եղավ եւ առաջին հոսքեր եկան իրենց համայնքներ որ այնադե մի քանի հազար հայ գար միայն 4000 հայ չափ գար անոնք էին որ պետք է աշխատանքը դարին որովհետեւ դեղավորեն եւ այլն կեմպեր պատրաստեն եկեք անգերց խոսենք Իրեք դուք կարևոր աշխատանք կդանիք Հայաստանի մեջ նաև երդասարտության հետ եւ ջանաբարներ գտնելու մեր երդասարտներուն աս ամբողջ դարիներու ընթացքին ցեզի համար ինչ էր ամենամեծ achievement-ը ցերկբերումը Հայաստանի մեջ որովհետեւ նաև ամեհի շատ մեծ գործ կդանի Սինոպսիս Արմինյանի ես ներկա եղած եմ տարբեր միջոցառումներ ու գիտեմ քաշը այդ կառույցին դուք կողեք ինչ են achievement-ները achievement-ը իմ բարակայից իմ ասպարեզից մեջ իմ բնակավարից մեջ եղած է ինչ սպիրկի մեջ մեր աշխատանքը դարբեր է հայը բահբանում է ինչ որ սպիրկի մեջ կդարենք եւ գնենք այդ ամեն քսալ սպիրկի մեջ բայց Հայաստանի մեջ հայը բավարարում չի անշուշտ մեր կողմը Հայաստանի մեջ Հայաստանի парքաբաճումն է մեր ասպարեզի մեջ մեր բնակավարի մեջ ամեն մեկը սկսանք դել միշտ ասած եմ ադի ես ալ իմ բնակավարից մեջ եւ Հայաստանը անգախացավ անգե առաջ եղած եմ հոս բայց այս չեմ լսած տեխնոլոգի մեջ տեսնալու թե Հայաստանը ինչ կնի լսած ենք միշտ մեր գելյան ինստիտուտ կա չեմ գիտեմ բայց այս չունենք երբ որ սպիրկի մեջ ենք ադի տեսնալու անգախչեն վեճ այդ բանալին ունեցանք գծակ կան գազի որ իմ թերս պետք է լա Հայաստանի տեխնոլոգի բնակավարին օգտագործել հոստեի մեր ունեցած կոլեգաները կոծընկերները գտնալ ով են եւ հետենին կոզակցիլ եւ ադի զարգացնել Այդպես արի, սինոպսիսին շատ առաջ էր դիգա, երբ որ ես 92-93-ին արդեն սկսա Հայաստան գալ, նախ բազաստելու փոքր խումբեր, այնեն ամերիկյան համալսարանի միջոցով Ռիադի, Պայքոսականի նախագահին հետ խոսեց առաջին կոծս, որ այնադեն Լուիս Սիմոնն էր, եւ Լուիս Սիմոնին սի որ Հայաստանի մեջ ունենք ուժեր, որոնք կնան ուրիշ տեղեր տալ, շոկյանալ, եթե ուշադրություն չունենք։ Նավթը չէ որ կետնին դագը պիտի մնա, բամոնե որ կնա, ես տալ, եթե մենք ուշադրություն չունենք շուտով։ Եվ պետք է որ իրենց պատրաստենք եւ այժմիական վիճակի մեջ ունենք տեխնոլոգի արագ բաներով շատ արագ եւ գորվեջ հերացանեցա եթե տուն գնես տուն գերտաս գիրակոզես այդիա ես պատրաստ եմ Պայքոսականի գոմե պրոջեկտնելու նոր հայ այնտեն ամերիկան համասան նոր pasված է սաբնակ անոր հովանին դա գնել փամը եւ այդպես ենք լաբորատուարը պացիենտ 30 հոգի կդանք մեր բնակավարի մեջ եւ հավաքեցինք սկիզբներ Անոնք էին որ վեճը գամած երկու տարի էր որ հայկական Պայքոսական միությունը որոշ գումարներով օգտագործավ աթխումբին վերջը ատեն սկսանք պրոջեկտներ բերել դա բերել ես AT&T աշխատել այնադեն առաջին պրոջեկտը AT&T-ին բերինք վերջը Intel-ին բերինք եւ այլն եւ աթխումբը սկսավ պրոջեկտներով նախ աշխատել հետո ստարտափները սկսանք բերել 94-ին առաջին ստարտափը բերենք Silicon Valley-ին հոս ու առաջին աշխատողները դասավորեցին կդայես եւ սկսան աշխատել հետո հաջորդը բայց իմ բնակավարից մեջ ես իմ կոզս գացեմ որ ացիով սկսա անել եւ եթե արդյունք գուզենք բանել գազեմ որ ուրախ կսկամ որ այն անցիկը որ գաբեցինք չիկացին ուրիշտեղ ոչ Մոսկվա կացին, ոչ Գերմանիա կացին, ոչ Ամերիկա կացին։ Այսինքն տրամադրուխը չմսխվեցավ, այսպես պատկերավորեցան։ Եվ ոստնասին ոչ թե միայն մնացին, աջեցան։ 2-3 ընկերություն կար այն ադենը, հիմա 10,000 ընկերություն կա։ Մի քանի հոգի աշխատող էին այսօր մոտ 50,000 աշխատող ունենք տեխնոլոգի բնակավարի մեջ։
Հրաշալի։ Եվ ես կասեմ, որ սպիրտ հայրենիքի կոզակցության իմաստով բավական մեծ բան կա այսօր մեջ իրական արդյունք կա։ Շատ ուրիշ բնակավարներով մեջ ալ փոստեցին ոմանք սպիրկեն Հայաստանի հետ կոզերնել, ոսկեշություն, ուրիշ բաներ, ոմանք հաջողեցան, բժշկության մեջ եւ այլն։ Ասալ ամենահաջող օրինակները մեկն է, ուր սպիրկի թևը հայաստանյան թևին հետ կոզակցելով այսօր Հայաստանի էկոնոմիին 8% դնի տեխնոլոգի։ Երբ որ սկսանք 0-ին վայրեն անշուշտ։ Եվ հաջող էկոնոմիի սեկտորները մեկն է, սա դինցի հաջող կպատճառ է։ Որպես նաև քիդնական գտնեք, երբ բարերու գողքին թիվեր գուտանք, այդ մեկը արդեն բավարար է։ Գիտեք, այս երկար դարիներու ընթացքին դարբեր բահերու այսպես հիաստապություններ ապրեցակ, ինչու գիտեք, որովհետև հարավային Կովկասը ուրիշ landscape մնե եւ այն դեղերը ուր դուք կուքակ, մենք կուքանք, ուրիշները սպիրկայեր կուքան, բոլորով իմ դարբեր են մենտալիտետները, մտածելակերպը, շփման եղանակը, նույնիսկ մարդկային հարաբերության մեջ ամենապրիմիտիվ արտահայտությունները դարբեր են։ Այդ ցեզի նեղացուց անգեղձորեն Չեմ սենեղացուց, չի նեղացուց, բայց ինձի համար ոչ հավային Կովկասով մտածել է, ոչ միջնավերքով մտածել է, ոչ ուրիշ ձևով, այլ գազեն, որ պետք է մենք մտածենք միշտ գլոբալ ձևով։ Այսինքն, եթե հաջողությունը պիտի ունենանք, դեղական հաջողություն չի, համաշխարհային մագարտակի հաջողություն պիտի ունենանք։ Եթե պիտի մենք մեզ որպես անձ, մենք մեր ընկերությունները որպես ընկերություն, որպես project, ինչ որ պիտի անես, պետք է որ աշխարհի մասշտաբով մտածես։ Եվ անը որ ինձ ադներ գմդահոքեր, քան որ ոմանք նեղ գմդազենք, որ մենք հավային Կովկասի մասշտաբով լավ ենք։ Մեր եզերքի երկիրներուն համեմատ լավ։ Ցեզի չի բավարարել։ Չի գնա բավարարել։ Պետք է որ մենք ինչ որ պիտի ստեղծենք, քան որ չես գնա local բամանել։ Հայաստանը շատ փոքր է։ Ո՞վ է մենք գերություն պիտի նես միան Հայաստանի համար չի մեծնար։ Պիտի նես աշխարհի մեջ քու դեղդ գտնալու համար։ Դերս ադի իմ բանս է մանկությունից կուկա իրականության մեջ եթե մտածեմ հայրս սկսեց դասարանից մեջ առաջին լալը Մասնությունի, հա։ Դրոսիդ մեջ աչի, հալեվի մագարտագեն աչի, պամ չի, երբ որ պիտի տուն իսկական դեղ հասնես, պիտի համակուբարի մի երտաս միջազգային, պիտի ոտքի ելաս եւ անոնց առաջինը լաս, ոչ թե կու քաղաքիդ, կու դրոսիդ, կու դասարանիդ առաջինը։ So, վաս աստած է, եւ միշտ կմտածեմ, որ եւ Հայաստանի մեջ, եւ Սփյուռքի մեջ ուր որ ենք, պետք է լայն մտածենք եւ գլոբալ սեվով փոսենք մեր հաջողությունները նշել։ Պաուզորյան, այս բոլորով հանդերձ, եթե մենք այսօրվա ծեր ունեցած գիտական բաշարը, նաև փորձառությունները Հայաստանի մեջ IT ոլորտի գրթությունը, այդ բոլորը գրնակ ծեր մոտ փոխկապակցել մեր անվտանգության համագարկին հետ, այդ առումով աշխատանքները ինչ ունի են։ Գիտեմ, որ գրնակ ոչ բոլոր մանրամասնությունները դալ մեր դիդողներուն, բայց մեզի համար այսօրվա աշխարհը այլևս Կալաշնիկովի աշխարհը չէ։ Մենք Բեյրութի մեջ մեծանք այն օրերուն, որ գոչեին մեր հայ թաղերու, հայկական թաղերու պաշտպանությունը կատարած դղոց բարդականությունը գոչեին Կալաշնիկովի սերունդ։ Այսօր ուրիշ են խաղի կանոնները եւ կորձիկները։ Ինչ պատկերացում ունի մեզի համար։ Սակո ինչպես ամեն ինչ տեխնոլոգին իր աստեցություն ունի։ Մեր կյանքի ամեն մեկ բնակավարի մեջ։ Եթե Կլաշնիկովը այդ օրերու արտիական զենքն է, այսօր արտիական զենքը ուրիշ բան է։ Այսօր մեր ավտոմեքենան որ գշենք, դարբեր է, քան ինչ որ նախորդեր։ Ինչ ամեն կոզիկ որ գոզածենք։ Նույնալ հոսե։ Եթե մենք չարտիականացնենք մեր զենքերը, մեր պաշտպանությունը անշուշտ չէ, ետ գմնանք։ Եվ պաստը մեջ թողնենք, գիտենք, որ մենք եթե վնասներ ունեցանք հողեր դվինք, բազապես քանի որ արտիականացման մեջը ետ մնացած էինք։ Այս ինչպես պիտի արտասանանք։ Անշուշտ ամեն ինչը դու մինագը չես կնանել, եթե ամեն մեկ բանը մենք պիտի ստեղծենք, չենք առաջանալ։ Պիտի նայես ինչը գնաս օգտագործել ուրիշ տեղերը, ինչը գնաս տուն ավելցնել վրան, բայց միշտ բաց միտքով պիտի լաս օրվա վիճակին լալու վաղվա համար պատրաստվել, ոչ թե երեկվա համար պատրաստվել։ Ուր ենք այդ ճանապարհեն, գա Հայաստանի մեջ շարժ, մենք կհետևենք մեր նախարարը բարձր տեխնոլոգիաների նախարարը բարոն Հայրաբեդյանը կարևոր գործ կգադարե եւ դուք գործագիցներ եք, գա հույսի նշույլը, գան ցերկբերումներ,
Գանձերբերումներ, ես շատ մոդեն ամեն մեկ ընկերությունը ինչ կնեն, այդքան չեմ գիտեմ, բայց գարկ ընկերություններ կդեսնեմ, կնկատեք։ Այո, բավական նորարություն կա Քովերնին, բաներգավը պիտի պատրաստի առնենք, բաներգավը մենք պիտի ստեղծենք, բայց իսկապես պետք է մենք մեզի արտիական վիճակի մեջ տնենք։ Եվ ոչ թե միայն պաշտպանության մեջ, ամեն մեկ բնակավարի մեջ որ աշխատենք։ Ամեն մեկ բնակավարին այդ օրվա վիճակին պետք է բերենք։ Հիմա Հայաստանը ապահով բահելու համար միայն զենքով չի գազեմ հասցը։ Միայն զենքով չի հայոց բրգություն, այսինքն։ Եվ զենքով ալ պետք ունիս, եւ ոչ զենքով պետք ունիս։ Այսօր եթե նայես ան երկիրները, որ իրենք իրենց լավ պաշտպանած են, ուրիշ ծևերով պաշտպան, Թայվանը։ Ինչու՞ Չինաստանը այսօր Թայվանը չի գրաված։ Կամ չի համարցագիր։ Չի գրնա։ Շատ անշուշտ գնա զինվորական ծևով գնա։ TSMC անունով ընկերություն մգա, որ չիպեր պատրաստող ընկերությունն է այսիկա, չիպերու արդարությունը։ Աշխարհի 70% չիպերուն, ամենաարտիական չիպերուն, կու հեռախոսներու մեջ, artificial intelligence-ի մեջ, cloud-ի մեջ, ուր կպատրաստվին 70%-ը Թայվանի մեջ կպատրաստվին։ Անոնց ամեն աշխարհը Թայվանեն գախյալ է, քանի որ հաշվի գնստի գախվածություն է։ Եթե փոքր երկաշարժ մի եղավ, խնդիր մի եղավ, աշխարհի ամեն չիպերը կգնան։ Երբակայ եթե չիպերը գնան, մեր ամեն կյանքի ամեն մեկ կոզիկ որ կոզազենք, ամեն մեկ անցս օրական 500 չիպ կոզազենք մեր կյանքի աշխատանքներում մեջ։ Կու սանա ավտոմեքենա այդ կոմպյուտեր 500 չիպի հետ կաշխատենք օրական։ Եթե adonց նոր ադատությունները չլան, ուր գլանք։ Անոմայ որ ամեն աշխարհը չի գնացել որ Թայվանը գրավի այսօր, քանի որ կախվածությունը կա։ Մեջլալով Չինաստանը, կան Չինաստանի չիպերն ալով պատրաստվին իրականության մեջ։ Հիմա Սերսանը որ զենք չի ադի, բայց զենք է նույնպես։ Զենքենալ ավելի է։ Աշուտ։ Եվ մենք պետք է այդ երկուքը միացնենք, չէ՞, արտիականությունը եւ։ Հիմա եկավոն։ Հիմա ինչպես կնանք մենք մեր էկոնոմիով, մեր փակավաճմամբ, մեր վիճակով այնպես լանք որ մեր ճշտամիները չգնա մեզի պամանել։ Ես կասեմ որ տեխնոլոգին մեկն է այդ բնակավարներեն, որ գնա մեզի ապահովել։ Անգերց խոսենք։ Ձեզ համար նաև դարեր կե այնքան կարևոր թեմա արևմտահայերենի թեման դուք հիմնադիրն եք Armenian Virtual College-ին, որ շատ կարևոր գործ գնե։ Նախքան ծանոթանալս այդ ծրագիրներուն մարդիկ ենթադրել դված էին, թե այդ գազագերբությունը կամ այդ մեթոդը գխապանե մեր դպրոցներուն կորձը միջայլոց ճիշտ հագարակն է բավարարված եք այդ ծրագրով եւ այսօր ինչ է ցեզի համար ուղղությունները ինչ են արևմտահայերենի հետ կապված հայկական բժշկամասան այսօր 15 տարին անցավ արդեն բավական 15 տարին երդասարդ է այսինքն բավական կորձը մինչև այսօր բայց բավարարված եմ ոչ չեմ նա բավարարված լար քանի որ մենք այսքան հայություն ունենք կնա շատ ավելի մարտոց հասնել այսօր եթե մենք 45000 հայ ունենք որ օգտվին հայկական բժշկամասանն են որը մեր բոլոր դպրոցները եթե միասին տնենք atkan մարդ չելա չգա աշակերտ չելա so բավական մեծ թիվ մգա բայց անտին մենք ունենք 10 միլիոն հայություն այո Հայաստանի մեջ պետք ունենք լեզու կամ մշակույթ սովետցնել ուրիշ բան եք սովետցնել կնամատանալ թե Հայաստանի մեջ ինչ կնենք բայց հակին հսկա սպիրտ ունենք դարազված շատ երկիրներու մեջ անոնց հասնելը հայկական բժշկամասանով հեշտ է քանի որ մենք օգտագործենք ինտերնետը գաբը apple տելեֆոնի վրա կամ կոմպյուտերի վրա բրաուզերը եւ որ միջոցով այսօր մենք լեզու հայերեն լեզու արևմտահայերեն եւ արևելահայերեն երկուզատ ծրագիր ունենք եւ հայոց պատմություն եւ մշակույթի դարբերություններ ջադաբերություն երաժշտություն եւ այլն եւ ջադրակ որպես մեր մշակույթի մեկ մասը ասոք բոլորը on-line գուսանին եւ գրնան թիրուչամ սովիլ ուր որերին են ուրեմն դարածելու շատ թիրուն միջոցը կա բայց տեխնոլոգի օրվա տեխնոլոգիով բիզնես տեխնոլոգի գավիլնալ հասցե ինչու կամ որ տեխնոլոգին միշտ փոփոխական է միշտ հարաճասման մեջ է չես կնապամանել եւ 2 տարի վեճ նույնը բահել եւ 4 տարի վեճ նույնը բահել քանի որ ամեն մեկս կգնալենք որ ինչ որ պիտի կոզածենք օրվա վիճակով լա անոմայ որ այգան վստուլ համասարանի 10 տասկները պետք է բարելավեին քանի անգամ
Միշտ update-նելու։ Միշտ update-նելու, նոր վիճակներ բերելու, app-երու մեջ տնելու։ Հիմա դեսնաս սկիզբը ավելի շատ ցայնով բաներ գտնենք մեջ։ Հիմա հակին վիդեո գտնենք մեջ, կանի որ վիդեոն։ Մեկ կայլ Աջ մեկ անց մինա գսով, հիմա խումբով գսով, վինամը մեկ իրեն մասը գբերը եւ այնց interactive ծևով գնացնել։ So հակին նորություն գտնաս մեջը բերել, կանի որ educational technologies գստական տեխնոլոգին միշտ հարաճացման մեջ է։ Եվ անընդհատ նոր կյանք, նոր վիճակ։ 15 տարի առաջ որ սկսանք դեռ նորեր, բայց մինչ այդ ակին գալաչանակ մենք ամեն օր պետք է որտակը։ Մեր լեզուն չի փոխվի գոր, բայց լեզուի մատուցումը կփոխվի, եթե ով տեխնոլոգին օգտագործի։ Այս նաև ընդհանուր փաթեթի մաս կգազմի Վանզորյան, որ կգոչվի հայաբահբանումը սպիրկի մեջ։ Այ Ադիգա փոխարինչեք դուք, չէ՞։ Անշուշտ հայաբաբանում մեկ լեզու բահելը հայաբաբանում է, բادմուչյան զանոթանալը հայաբաբանում է, պետք ունենք ադոնքնելու։ Անշուշտ եթե մեր դպրոցներ ունենք եւ գնանք մեր դպրոցները հաճախել, շատ ավելի լավ, քանի որ կով գնստիս աշակերտին, փոխանակ ինտերնետով գաբած լասմիս աշակերտին հետո։ Բայց հոնալ դպրոցներուն ալ մեկ ակին օգտակար գնանք այսօր, թե երբ որ սկսանք չի գազը որ դպրոցներուն մի օգտակար լամ, դպրոցները կան եւ մենք ասած դպրոց չունեցողներուն համար է։ Որը հայ դասատներում մանուկներում 96% դպրոց չունին։ Եթե նայես մեր Նյու Զիլանդիայի հայը, եթե նայես մեր Վանկուվերի հայը, Ջոհանսբուրգի հայը չունի։ Օրգանի, այսին ֆիզիկական դպրոց գոյություն չունի։ Չկա։ Նույնիսկ անկախները որ շատ դպրոց ունենք Լիբանանի վեստիամը, որքան համեմատությունը մեր դասատներուն հայկական դպրոց կերտան։ Եվ շատերը օդար դպրոց։ Ճիշտանով համար։ So an հայ մանուկը երդասարտը բադանին որ նստարան չունի հայկական դպրոցի մեջ, virtual college ունի։ Եվ անգամ ուսումնասիրություն մրացեինք, միայն 4% հայերուն գնան հայկական դպրոց ստալ։ Մնացածը չեն, կայմոց չի գա։ Հիմա մենք ինչ կնենք անգեի վեր, եւ գաշխանենք դպրոց ունեցողներու հետ եւ դպրոցն հետ գոզակցենք այն որ արտիական ծրագիր է դպրոցները իրենց դասակիրքերուն գողքին կամ դասակիրքերուն փոխարեն գնան գոզացել on-line as դինամիկ միջոցները մուլտիմեդիա ծևերը որ գնաս շատ ավելի օրվա քույներով օրվա շարժումներով եւ այլն քան թե դասական հին կիրք մկոզածես ալբարակային մենք այսօր ունենք մոդ 60 դպրոց սպիրկի մեջ որոնք օգտագործեն ճիշտ իրենց կամ լեզուն կամ բادմությունը կամ երաժշտությունը ամեն դեղ Բերութեն Բուենոս Այրես Մոնտրեալ կամ ուր 60 դպրոց ունենք որոնք մեր համագործակցողներն են պարտներն են ավելինս եմ ծեր աշխատագիցներն դին Զեփյուր Խբլիգյանի հետ հարցազրույց մրացեի այնքան գեղեցիկ օրինակ մտվա որ շատ դպավորեց Այն օրերում, որ ես Բուրչամուդի մեջ աշակերտ էի, մենք չունեինք այդ հնարավորությունը, որ նստեինք էկրանին առջև եւ virtual tour մնեինք Հայաստանի ցանկացած քրողի դունը կամ մյուզեեն կամ գրադարանը եւ ադիգա դուք բացարիք կգադարեք։ Անկան թիրություններ կան որ գրնակնեն։ Հիմա մենք ուրիշ բաներ սկսանք ավելցնել, տեսնալով որ այս virtual տասնտասկներու գա virtual մատակարարման ծևին մասնակցություն ունեցանք դարիների վեր։ Հիմա ուրիշ նյութեր կան, որոնք կարևոր է դարածվին, անոնք կալ գոկտակոզենք որ virtual college-ի ջամփով։ Մեկը artificial intelligence-ն է։ Այստեղան բանականությունը։ Այստեղան բանականությունը նյութն է, որ ամենքս պետք ունի ցանոթանալու ոչ թե միայն տեխնոլոգիստը, ամենուս կյանքի մեջ աստեցություն ունի, դվյալներով մտածելը, դվյալները վերձև, ադոր օգնությունը ստանալը կարևոր է։ Եթե մանկությունեն սկսենք մեր մանուկներուն բադանիներուն դասավանդել ածևով, իրենց մտածելակերպը ավելի պատրաստված կլա, այստեղան բանականություն որտեղելու իրենց կյանքի ընթացքին։ Ուրեմն ինչերինք ստեղծեցինք partnership-ը, կոզակցությունը։ Մի քանի գազམ་ագերբություններու միջև Synopsis-ին ֆոնդինգը ստացանք եւ մեր միությունը պատրաստեց տասնտասկները եւ AVC-ին, այսինքն հայկական վշուլամասանը մատակարարումը գնա։ Հիմա բավական մեծ թվով դպրոցներ ունենք, որ դպրոցական մագարտակի 3 տարվա պրոգրամը ստացեցինք 10-րդ, 11-րդ, 12-րդ այստեղան բանականություն սովեցնելու։ Սա բադանիները իրենց դպրոցներում մեջ նստած դեռ սկսեցին գոր հայրենով այստեղան բանականություն սովել, անոր պրոգրամինգ սովել եւ պատրաստել լատարիկ են։ Բացարիք բան։ Եկեք անգերց խոսենք։ Գիտեք, հատկապես պիտի բոլորովին այլ թեմայի մի երթամ, բայց կարևորեմ ձեր գարձիկը, հատկապես
բادرազմենի հետ կայս աղետալի գարձես մենք սկացինք թե Հայաստանի մեջ թե հատկապես սպիրկի մեջ վիժնի հարց մոնի մեր ժողովուրդը նաև մեր ժողովրդի գուսակցությունները միությունները դուք շատ մոդ եք բարեգործականի պատասխանատու մարմինին անդամ եք ձեր կյանքի ձեր կենսակրթության մեջ բարեգործականը կարևոր թեր ունի Հայկական իմաստով ամենակարևոր միություններն մեկն է։ Այսօր ինչ է բարեգործականի վիժնը, Վաղոն Զորյան, դեպի ինչ տեսլական ունի այս կարևորագույն գազագերբությունները մեկը։ Բարեգործականը շիդագ է որ այսօրվա բինայինք, բայց բարեգործականը սկսած է 1906-ին։ Այսօր բավական երկար 120 տարվա մոտավորապես պատմություն ունի։ Մինչ ծևերը փոխված են իր մատակարարման իրեն սերվիսներուն բայց էական նպատակը իր դալիքը նույնն է ինքը 4 քիզ ունի 4 հիմք ունի ասենք այդ հիմքերուն վրա աշխատի մեկը գստությունն է մյուսը երիտասարդություն պատրաստելն է մյուսը Հայաստանի բարգավաճումն է եւ վերջինը մարդասիրական օգնություններն են։ Ոմանք բարեգործական հայկական բարեգործական որպես մարդասիրական գազագերբություն կճանչնան ու շիդագ է որ շատ կարևոր է եւ մինչեւ այսօր գնենք ուր որ խնդիր կա եթե Բեյրութի մեջ է խնդիրը Բաղդադի մեջ է խնդիրը թե Լոս Անջելեսի մեջ խնդիր կա վերջերս որ դրագներ եղան հոնա պետք է ամենտեղ հա որ պետք է մարդասիրականն է դիգա Հայաստանի բարգավաճումը դուրս շատ կարևոր է Դեսագավոր ծրագիրներ ունենք Հայաստանի թե անցիկը պատրաստելու թե էկոնոմիին օգտագործելու գազենք որ շատ կարևոր է բարգավաճումը Հայաստանի գոստությունը եւ երիտասարդական ծրագիրները մշակութային եւ այլն պատրաստել սկաուտական այս 4-ն են որ առաջին օրը մինչև այսօր կոդա բայց այսօր շատ ավելի արտիական ծևով գնենք դեպս ծևով կտանք ուրեմն ծևն է որ կփոխվի բայց հիմնական այս 4 գիծերը նույնն են Գիտեք, իմ դարձյալ մանկության տարիներուն բարեգործականը միշտ ներկայություն էր Լիբանանայի քաղաքի կյանքի մեջ, հիմա էլ ներկայություն է։ Մենք նույն passion-ը չզգացինք Հայաստանի մեջ։ Գազես ուրիշ բարեգործական մներ, չեմ գիտեր ինչ է, ինչպես define-ն է իրավիճակը, բայց ինչ է դարբերությունը, ինչու բարեգործականը չդարձավ, ասենք, այս հասարակության մասնիկը իսկապես, ինչ է պատճառը։ Չեմ գիտեր, բայց մտածելու ենք մեկ հատ սպիրկի մեջ ինչ կնե, անիչ որ սպիրկի մեջ կնե, նույնը չէ որ Հայաստանի մեջ պետք է։ Եթե մենք գրթական ծրագիրներ դրոսներ պետք է բահենք հայ բահբանում ունենք սպիրկի մեջ։ Գրթական նախարարությունն էր բարեգործականը սպիրկի։ Այո, այդպես, դա եւ այլ է դակավին։ Իսկ հոստերը գրթական նախարարություն ունենք մենք արդեն։ Այո, գնենք գրթական ծրագիրներ, ոնց ինչ որ պետք ունենք, եթե ամերիկան համալսարան ունենք այսօր, բարեգործականը ստեղծած է ամերիկան համալսարանը, գիտեք ադիգա։ Եթե վշուլ ABC-ն ունենք, բարեգործականը ստեղծած է նույնպես։ So ունենք ադոնք, բայց ամեն օրվա ամեն անցի կյանքի մեջ է հավանաբար ոչ, քանի որ դեպի բաներ մարդ կնե Հայաստանի մեջ։ Բարգավաճման իմաստով ահագին մարդոց կտպնանք։ Օրինակ ունենք մեկ հատ ծրագիր, որ շատ կսիրեմ, գիներու հաջողություններ։ Գիներու բադասություններ որպես անտրեպրեներներ։ Քանի երրորդ խումբն է հիմա որ պատրաստած են 25 հոգինոց խումբեր են որ կան եւ բիզնեսի հասկացող գլանանոք իրենց 10-12 դաս վերջը 1 տարի հետևից իրենց կոկնես ու ամեն մեկը ինքն գերությունը ստեղծե փոքր մեկը ասկադատրը մեկը հակուսկադատրը մեկը բայսակադատրը մեկը օջար գադատրը բայց ամեն մեկ հոգին գվերձի բիզնեսիմը եւ կովմատիկ աշխատցն է ուրեմն ցեներսուշան ծրագիր մնե բայց գիներու ցեներսու բամ որ բագասը դեսանքոս եւ դեսանքով շատ մգիներ կան որոնք ճունին հատ կարողությունը եւ իրենց պատրաստելու նույնիսկ ասախի մեջ են քանի հատ խումբ պատրաստեցինք ուրեմն 25 հոգինոց խումբեր որ բավական մեծ չափով են հետո ծրագրավորումը գիներու եւ ուրիշներու նույնպես տեսանք որ շատ կան որ յակի մեջ դեռ հասած են մանկության չեն դրած բայց վերջը կգնան պատրաստվել so անորենք գգին բակավաժման պամանը եւ ահակի մեծիով ծրագրավորող ադացեցինք չես մտածես դու հոսնստազեր որ հայկական պայքարության Հայաստանի մեջ ծրագրավորող պատասխանող գամ ցերներեց գիներ պատասխանող բայց գաշի զանոթանալ հոստերի ծրագիրը բավական մեծ ծրագիրներ ունի երևի մեր ես ալ որպես լրագրող պետք է ավելիալ մոդեցում ցուցաբերել օրը մգնակ ադո մասին մի խոսիլ եթե անպայման անգերց խոսի
2020-ին ի վեր մեծ ցնցումների անցանք մենք եւ վստահ եմ որ Հայաստանի հետ atkan սերտ գաբերու մեջ եւ հոգեվոր եւ տարբեր առումներով փոխկապակցված եք, կապված եք Հայաստանին, սիրեք Հայաստանը։ Այդ բոլոր դժվարություններում մեջ այսօր Երվանդ Զորյանը մտահոգ է Հայաստանի ապագայով։ Ամենքս պետք է մտահոգ լինենք։ Այո, ես ալ մտահոգ եմ, ամենքս մտահոգ եմ, բայց 2020-ին վեճ չէ։ Միշտ Հայաստանով պետք է մտահոգ լինենք, միշտ մեր ազգով մտահոգ պետք է լինենք։ Մեր ազգը փոքր ազգ է, ասենք պատմության ընթացքին միշտ ունեցած ենք անկախություն որոշ շրջաններու եւ գործընթացած ենք մեր անկախությունը շատ երկար շրջաններ։ Եթե նայենք մեր 3000 տարվա պատմության մեջ որքան մենք անկախ եղած ենք, քանի տարի եւ քանի տարի ոչ ուրիշների իշխանության տակ եղած ենք։ Այսօր մենք բախտավոր ենք անկախ Հայաստան ունենալով։ Այդ վաստակույն տարիները գաբրինք, ուր մենք մեր հողին դերն ենք։ Այսօր արժեքը պետք է գիտնանք։ Շատ հաջող գործընթաց ենք արել։ Նայ պատմության մեջ կարելի 10% միայն տարիներուն անկախ եղած ենք։ Եթե գծենք ընտանիք։ Անոնց հարկը պետք է գիտնանք մեր ունեցածին։ Ես նեգատիվ ծևով չեմ մտածել, ասում եմ պոզիտիվ ենք մենք այսօր, բայց հարկը պետք է գիտնանք, պիտի պաշտպանենք եւ պիտի ավելի զարգացնենք, որ Փարքավաճ Հայաստանը լա, ավելի թյուրն լա պաշտպանել։ Մեր համատրողին առաջարկով պիտի երթամ առաջ շատ գարչ հարցումներ եւ գարչ պատասխաններ։ Ձեր նախասիրած գիրքը, պարոն Զորյան։ Ռաֆի Խենթը։ Իսկ քրողը Քրողը Ագաթա Քրիստի։ Որ հաս լուզող է։ Այո, այո։ Նախասիրած ֆիլմը։ Դոկտոր Ժիվագո։ Իսկ լավագույն երաժշտական գդորը։ Four Seasons Vivaldi։ Նախասիրած երգիրը։ Հայաստան։ Նախասիրած ուդելիքը։ Հա։ Մի քանի հատ կա։ Մեկ հատը։ Մեկ հատը հավանաբար միս եւ պատատես։ Մագուչենես կա։ Վերջին հարցս ցեզի համար նախասիրած սուպեր հայը, որ միշտ երբ որ հայ ու գերբարի մասին մտածեք, իր անունը ձեր լեզվին կուզեք հնչեցնել։ Ինձ համար Շիրակը Բողոս Նուրապաշյան իդեալ հայ մի եղած է։ Ամեն իմաստով կնամ փաստադրել։ Բայց եթե մեկ օքի պիտի շեմ իրեն գիշեմ։ Անգեղծ էր մեր զրույցը, շնորհակալ եմ, պարոն Զորյան, մեր ակնթիվներուն հիշեցնեմ, որ հյուրս Երվանդ Զորյանն էր, նաև շնորհակալություն պիտի հայտնեմ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքին, առանց որուն ջիքերուն անգարելի պիտի լար այս հաղորդումը պատրաստել, նաև հորտորս ցեզի շերնելու, մեկնաբանելու, անշուշտ միշտ գիրտ մեկնաբանություններով լայք մսեղմելու մեր դեսանյութերուն համար, այդպիսով նպաստած կլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։